Դուրսը որպես վարող դուրս եկեք։ Շատ հիմա դուրս եկեք, թողեք աշխատեք, դուրս եկեք։ Երբ որ ձեզ իրավացություն կտան, որպես լրագրող հանդես գալու կգաք քննիչեք։ Շատ լավ։ Եղամ Մանուկյանը կարա ինձ սենյակ հրավիրի, բայց ոչ դուրս եկեք։ Պատորեմ շատ լավ։ Դե որպես դրամարը դուրս եկեք։ Առաջնորդում դուրս եկեք։ Ես խնդրում եմ լրագրողներին ոչ դուրս եկեք։ Պարոն Սարգսյան, մենք լրագրողներ որպես եկել ենք Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Մանուկյանի հանձնաժողովի նիստի դիստը լուսաբանելու։ Որտեղ ձեր նախագծերը կապած։ Ինչ փոխվեց, քիչ առաջ։ Չլուծված։ Պարոն Քոչարյան, իրենց համայական որոշմանը մի ենթարկվեց։ Համայական Թող Սոնա շատ բարի։ ՊՊՑ աշխատողներ։ Մենք ոչինչ չենք կպել։ Ենթարկում եք մեր օրինակ դուրս եկեք։ Դավիթ Արաքելյանը հուսա միջանցքում է, չի փախել մտել իր կաբինետը, կոնկրետ հարցադրումներ կան իրեն։ Պարոն Մանուկյան, շնորհակալություն ձեզ, ներողություն, որ ձեզ վատ իրավիճակում եք թողել։ Հանգիստ։ Լավ։ Հարգելի գործընկերներ, բոլորիդ ներկայացամ։ Պարոն Արաքելյան, ուր եք գնում։ Ոչ, կանգնեք, ձեր ապօրինի որոշման պատասխանը տվեք։ Ես ձեզ դատարանում, պարոն Արաքելյան, մեկ անգամ ինձ հավատարմագրումից զրկելու մասին հաղթել եմ։ Դուք մանիպուլացնում եք։ Ոչ, եկեք գնանք օրենքը բերեմ վճիռը ձեզ ցույց տամ։ Առաջի ացանի դատարանի Դուք Ալեն Սիմոնյանի կամակատարն եք, պարոն Արաքելյան։ Դուք առաջի ացանի դատարանի որոշումը դա դեռ հաղթանակ չի, օրենքի ուժի մեջ մտած չի։ Հա, լավ, վերաքննիչում եք բողոքարկե, փրփուրներից եք կախվել, պարոն Արաքելյան։ Խնդրում եմ լքել տարածքը։ Պարոն Արաքելյան, դուք չեք կարող մեզ զրկել շենք մտնելուց, դուք մեզ ապօրինի հավատարմագրումից եք զրկել։ Ոչ, հարգելի ՊՊՑ աշխատողներ, Գնացինք, հրավիրում եք դուք։ Սոնա, հրավիր, քնար։ Լսի։ Հասկացան։ Մի րոպե, դուք չեք որոշելու եմ եք ձերքերով Մի րոպե, պարոն Մանուկյան, քնար, մի րոպե։ Թույլ տվեք մեր գործընկերներին շատ կարճ պարզաբանել։ Պարոն Արաքելյան, ձեր պարտականությունների մասին դատարանը որոշում է կայացրել։ Մանուկյանը կուղեկցի ձեզ, Պարոն Մանուկյանը կուղեկցի, իսկ մենք ձեզ հետ կհանդիպենք դատարանում, որտեղ դուք ապօրինի մեզ զրկել եք հավատարմագրումից, բայց դուք իրավունք չունեք մեզ շենք մտնելուց զրկել, պարոն Արաքելյան։ Դատարանը կորոշի։ Ես ձեզ վստահեցնում եմ, եթե Ալեն Սիմոնյանը քաղաքացին ինչպես պնդում էր, թքեց քաղաքացու վրա, ձեռքերը ոլորել տվեց, պատասխանատվության չի ենթարկվեց, այս դեպքում պատասխանատվության է ենթարկվել։ Այդ թվում եւ պարոն Կոնջարյանի ենթադրյալ բնակարանի կոռուպցիոն դրսևորումը իր կոկորտին է մնալ։ Ըստեյության ինչ է եղել առաջի ացանում։ Չենք անում, Ժորժ ջան, դուրս լրատվական աշխատանք ես իրականացնում։ Ոչ, չէ, կբացատրեք դրսում, հարգելի։ Դուք մտահմի հայտով եք մտահմի։ Դուք կբացատրեք, պարոն Մանուկյան, Ինչ եք խարդվել իրար։ Ձեր թույլտվությամբ սամաված վայրում կանի հաց եք եղել։ Ինչ եք ճանապարհը բացեք մի հատ։ Հարգելի օպերատորներ, խնդրում եմ ճանապարհը Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը մեզ ապօրինի զրկել է հավատարմագրումից։ Ես դեռևս 1 տարի առաջ, երբ որ ինքը նման որոշում կայացրեց Արթուր Հովհաննիսյանի ԿՊ խմբակցության քարտուղարի մասով, մենք դատարանում հաղթել ենք այդ գործը, իրենք բողոքարկել են վերաքննիչ դատարան։ Այսինքն Դավիթ Արաքելյանի արդեն իսկ կայացած մեկ որոշումը ինձ հավատարմագրումից զրկելու մասով արդեն դատարանում կա վճիռ, որ մենք հաղթել ենք, իրենք բողոքարկել են։ Հիմա հարգելի գործընկերներ, Ազգային ժողովի պատգամավորը մենք եկել ենք եւ լուսաբանում ենք իր գործունեությունը։ Շոու եք անում, դուք Ալեն Սիմոնյանի շոուն եք անում, մենք չենք խոսում գնացի։ Ձեզ ավելին ասեմ, գործընկերներ ջան, լսեք ուշադիր, ես ավելին ասեմ, ԿՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը դեկտեմբերի 16-ին Ազգային ժողովի
աստիճանների մոտ սպառնացել է ինձ եւ իմ գործընկեր Սոնա Գրիգորյանին, որ դուք հեռացվելու եք։ Արթուր Հովհաննիսյանը այն падգամավորն էր, որը թմրանյութի 0.24 գրամ թմրանյութի գործով քրեական վարույթով անցել է եւ այսօր եկել է մեզ սպառնալիքներ է հնչեցնում։ Արթուր Հովհաննիսյանը լրագրող է եղել ու իրեն ազգային ժողովի շենքում են տվել լուսաբանել, տալ հարցեր այնտեղ, որտեղ ինքը ցանկացել է։ Սա ինչի մասին է խոսում ես։ Իրենք ցանկալի որոշման, հարգելի գործընկերներ։ հարցանչում, սա բոլորին է վերաբերվելու, հարգելի լրագրողներ, ով որ ոչ ցանկալի հարց հնչեցնի, հանելու են դուրս այսպես, որտեղ մենք Հայկ Կոնջորյանին փորձել ենք հարցնենք, որտեղից ձեզ Town House-ը, ինչպես է կարողացել գնել, ինչպես է ստացվում, որ դուք կարողացել եք 50% զեղչով գնել, ու դրա համար մեզ հանել են դուրս։ Դուրս են գալիս ու համար, ընդհանրապես 4 կլան գործել է Ալեն Սիմոնյան, Դավիթ Առաքելյան, Հայկ Կոնջորյան եւ Արթուր Հովհաննիսյան։ 4-ն էլ պատասխան են տալու։ Всё, դուրս ենք։ Եթե հիմա Հայկ Կոնջորյանին, Ալեն Սիմոնյանին, Դավիթ Առաքելյանին եւ Արթուր Հովհաննիսյանին թվում է, թե մեզ ազգային ժողովում մեր մուտքը արգելելով, հավատարմագրումից զրկելով, մենք իրենց չենք տեսնելու եւ իրենց կոնկրետ գործունեության մասով հարցեր չենք ուղղելու, չարաչար սխալվում են։ Շարունակվելով մեր մասնագիտական գործունեությունը, ավելին ձեզ ասեմ, կոնկրետ մեզ ապօրինի հավատարմագրումից զրկելու մասով հայցը արդեն այո, նախատեսված վայրում հարգելի գործընկերներ, Ստեյնյակ չենք մտել, ՊՊՑ աշխատակիցներին ձեզ վստահեցնում եմ, հարցրել ենք, անգամ հարգելի գործընկերներ, եկեք գնանք այդ մուտքը, գնում ենք մուտքը։ Ցույց տա մուտքը, որը մեզ համար նախատեսված է եղել, ՊՊՑ Դուրս ենք գալիս։ Վերջին անձագործը չեմ։ Վերջին անձագործը։ Դու քնար։ Գնում ենք դուրս։ Ես Օրինակա պահանջին չես եթարկում։ Քեզ երեք։ Բայց ինքը իրավունք ունի սենյակը։ Ճանապարհի բաց է։ Թող ճիշտ է բրթում եք անհետարավ։ Բռնություն չկա։ Բռնություն չկա։ Ամենայն հարգանք։ Ամենան հարգանքով մենք պահել ենք դրի օրինական պահանջները չեք կատարում։ Ոչ, ռեժիմի 3 անգամ։ Ձեր իրերը հեսա կբերեն։ ինձ գոնե չէ։ Դուք, վայրը ես ձեզ ՊՊՑ աշխատակիցներից եմ ասել, կարող եմ այստեղ կանել, ասեմ, այո, կարող ես կանել։ Հիմա ես գնում Այդ հարցերը արդեն, այդ հարցերը դեռ ով որ ձեզ դուրս կհանի։ տվեցի։ Դա մեր խնդիրը չի։